Բարև ձեզ իմ շատ սիրելի հետևորդներ։ Այսօր ուզում եմ ձեզ համար պատրաստել պանրով կարկանդակ ջեռոցում։ Եկեք միասին պատրաստենք։ Կարկանդակ պատրաստելու համար մեզ հարկավոր է կաթ, ջուր, բուսայուղ, խմորիչ, 2 ձվի սպիտակուց, 2 ճաշի գդալ շաքարավազ, 50 գրամ մածուն կամ կեֆիր, ինչպես կուզեք, աղ։ Այսքանն է մեզ հարկավոր։ Ուրեմն ամենասկզբից մեզ հարկավոր է, որ խմորիչը մանրենք կաթի և ջրի մեջ։ Ավելացնում ենք գոլից մի փոքր տաք ջուրը, կաթը, 400 գրամ կաթ է մեզ հարկավոր և 200 գրամ ջուր։ Երկուսն էլ գոլ վիճակում, գոլից տաք վիճակում։ Մի փոքր խառնում ենք, ավելացնում ենք շաքարավազը, 2 ճաշի գդալ շաքարավազ է հարկավոր, նորից ենք խառնում, ավելացնում ենք աղը, և ավելացնում ենք մածունը։ Ավելացնում ենք ձվի սպիտակուց և նորից շատ լավ խառնում ենք։ Ավելացնում ենք ալյուրը և արդեն սկսում ենք հունցել խմորը։ Երբ որ խմորը հավաքում ենք իրար գլխի, ավելացնում ենք բուսայուղը ու նորից շատ լավ հունցելու ենք։ Այնքան ենք հունցելու սեղանի վրա, մինչև ստանանք փայլուն համասեռ խմոր։ Մեկ կիլոգրամ 100 գրամ ալյուր էր ինձ հարկավոր, բայց 1 կիլոգրամ համարյա 150 գրամ ալյուր ես օգտագործեցի։ Ուշադիր եղեք ալյուրի համար, որ շատ չհագեցնենք խմորը ալյուրով։ Շատ փափուկ, ենթարկվող խմոր է մեզ հարկավոր։ Տեսեք այսպիսի արդեն փայլուն լավ խմոր ենք ստանալու և շատ փափուկ, մի փոքր շատ չնչինել, տեսեք կարծես կպնում է։ Այսպիսի խմոր պիտի ստանանք։ Հիմա մի փոքր մեր թասը բուսայուղ ենք անում, որպեսզի խմորը հանգիստ դուրս գա ու հանգիստ բարձրանա։ Տեղադրում ենք մեր արդեն պատրաստի խմորը թասի մեջ, ինչպես միշտ մեր սիրելի խաչն ենք անում և ծածկում ենք։ Հիմա քանի որ շոգ է, ես հենց կթողնեմ սեղանի վրա, մինչև բարձրանալը, հենց բարձրացավ կմիանամ սիրելի։ Սիրելի բաժանորդներ, մեր խմորը արդեն պատրաստ է,
շատ լավ է բարձրացել։ Տեսեք այսպեսի լավ խմորում ենք։ Մի փոքր հուսալով ենք անում, գորգում ենք։ Եվ խմոր դատարկում ենք սեղանի վրա։ Լավ խմոր ենք ստացել, տեսեք։ Հիմա բաժանելու են գնդիկների։ Երկու գնդի ենք բաժանելու։ Ծածկում ենք, որ չչորանա ու անցնենք միջուկի։ Սիրելիներս, միջուկի համար ես արդեն նշեցի, մեզ հարկավոր է ֆետա պանիր, եթե դուք նախընտրում եք ուրիշ պանիր, կարող եք ձեր նախընտրած պանիրը վերցնել, բայց ես գտնում եմ, որ ֆետա պանիրով շատ համեղ է լինում, հարկավոր է մանր կտրտած մենք ենք այսպես սիրում, ուղղակի մաղադանոս, դուք կարող եք լցնել պանիրի վրա ձեր նախընտրած այն բոլոր կանաչիները, որ սիրում եք։ 3 ճաշի գթալի չափ մեզ մաղադանոս է հարկավոր։ Ավելացնում եմ մի փոքր, տեսեք չիլի տեսակի պղպեղ, շատ քիչ եմ անելու, որովհետև կծու է։ Այսպես։ Եվ սետ պղպեղ, շատ չնչին, թեյի գթալից այլով։ Եվ լավ խառնում ենք։ Պանիրը ասեմ, որ ինձ մոտ 400 գրամ է։ Եթե դուք նախընտրում եք, որ շատ լինի պանիրը կարկանդակների մեջ, ուրեմն մի փոքր ավելի շատ վերցրեք։ Աղ չեմ ավելացնելու, որովհետև ֆետան բավականին աղի է, այսպես։ Հիմա սպասենք մի փոքր հանգստանան մեր գնդիկները ու սկսենք ձևավորելը։ Ավելացնում ենք պանիրը։
այսպես մի լավ լիքը գտալ, փակում ենք լավ և այս կողքերը վրա բերելով ձևավորում ենք մեր կարկանդակը, այսպես տեսեք, մի փոքր էլ էստեղ ենք փակում և վերջ։ Այսպես և հաջորդը մի փոքր սեղանը լուսայով ենք անելու Հիմա պիտի թողնենք մի փոքր բարձրանան, նոր ձուկսենք ու դնենք թխվելու արդեն։ Անպայման ծածկելու ենք։ Սիրելիներս, ուրեմն արդեն բարձրացել են մեր կարկանդակները։ Հիմա տեսեք, ինձ մոտ երկու ձվի դեղնուց է, այն սպիտակուցները, որ լցրեցինք խմորի մեջ, այդ դեղնուցները հիմա ինձ մոտ են։ Ու ավելացրել եմ 2 ճաշի գթալ կաթ։ Հիմա զգուշությամբ ձու ենք քսելու և ասեմ նախորոք, որ միացրել եմ ջեռոցը, դուք էլ նախորոք միացրեք, որպեսզի լավ տաք ջեռոցում պիտի թխենք, թխելու ենք 180 աստիճանի տակ։ Սիրելիներս, այս երկրորդ տապակի կարկանդակների վրա ես մի փոքր կունջութ եմ անում, որ դուք տեսնեք, որ այսպես էլ է լինում, այսպես էլ կարող եք անել։ Գիտեմ, որ շատերը անում են, դուք էլ եք անում անպայման։ Արդեն պատրաստ են մեր կարկանդակները, տեսեք, լավ եփված, տաք է շատ։
Սիրելիներս, ավարտեցինք այսպիսի գեղեցիկ կարկանդակներ ստացանք, տեսեք, և իհարկե շատ համեղ, հիմա մի հատը կտրեմ, տեսեք, մի քիչ սառը վերցնեմ, որպեսզի չվառեմ, չայրեմ ձեռքս, տեսեք, որքան եփված, տեսնում եք, կարծես բամբակ լինի, փափուկ, համեղ, այսպիսի գեղեցկություն եք ստացել։ Սիրելիներս, հուսով եմ ձեզ դուր կգա, դուք էլ կպատրաստեք, մանավանդ որ իրականում շատ համեղ է, քաղցր չէ, կարծես հացի փոխարեն ուտեք, այնպես որ շատ համեղ է լինում, խնդրում եմ անպայման պատրաստեք, խնդրում եմ մինչև վերջ դիտեք տեսանյութը ու մեկնաբանեք, իհարկե շատ գեղեցիկ մեկնաբանություններ եք գրում, շատ շնորհակալ եմ, անչափ շնորհակալ եմ սիրելիներս, շնորհակալ եմ բոլոր նոր միացող հետևորդներին, ովքեր մեզ միանում են, շնորհակալ եմ իմ շատ վաղուցվա ինձ հետևողներին, ովքեր հենց սկզբից ինձ հետ են ու նույն ջերմեռանդությամբ գալիս են ինձ հետ, շատ շնորհակալ եմ բոլորիցդ, անչափ զգացված եմ ձեր գեղեցիկ բառերի համար, ձեր գեղեցիկ մեկնաբանությունների համար, նորից չկրկնվեմ, նույնը չասեմ անընդհատ, շնորհակալ եմ կրկին ու կրկին, ինձ թվում է ձեզ դուր կգա, դուք էլ կպատրաստեք, անպայման կհյուրասիրեք ձեր ընտանիքի անդամներին և կհանդիպենք արդեն հաջորդ համեղ տեսանյութում իմ խոհանոցում, ցտեսություն, մինչ նոր համեղ հանդիպում։